Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարն է, մեր նոր տարվա 2026 թվականի առաջին թողարկումն է, շնորհավորում եմ ձեր նոր տարին լավագույն բարեմաղթանքներով, Աստված տա ունենանք հրաշալի, բարեբեր, երջանկաբեր, խաղաղաբեր նոր տարի, նոր 2026 թվական։ Եվ այսօր մեր զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Առաքելյանը, պարոն Առաքելյան, բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր նոր տարին, դուք մեր նոր տարվա առաջին զրուցակիցն եք։ Շնորհակալ եմ կրկնակի անգամ այս պատվի համար, որ առաջին, այսպես ասենք, բացումը ես եմ անում այս տարվա եւ ես նույնպես միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ այո, իսկապես թող 2026 թվականը լինի խաղաղության ու հաջողությունների տարի։ Շնորհակալություն, ես էլ եմ այսպես նորից միանում ձեր բարեմաղթանքներին եւ մեր ունկնդիրներին եւ մեր համայն հասարակությանը ցանկանում իրոք որ բարեբեր, երջանկաբեր նոր տարի։ Պարոն Առաքելյան, արդեն մեկնարկել է նոր 2026 թվականը եւ մեկնարկել է բավականին բուռն իրադարձություններով, ասենք, սկսենք լավ իրադարձություններով, ազատագրվել են մեր 4 ռազմագերիները, Փառք Աստծո, եւ այսպես աչքալուսանք նրանց ընտանիքներին եւ չի կարելի դա չընդգծել, չի կարելի լավն ու դրականը չընդգծել եւ ինչ է կարծում, կարող են դրան հետեւել նոր գերիների նոր ազատագրումներ։ Ես նույնպես ուրախությամբ նշում եմ այդ փաստը եւ այսպես միանում եմ այդ մարդկանց ընտանիքների ուրախությանը եւ բոլորիս ուրախությանը, քանի որ ես համոզված եմ չկա մեկը, որ ուրախ չլինի այդ մարդկանց վերադարձով, իսկապես տարին թութու շատ լավ ենք սկսել եւ այո, երբ որ մենք խոսում ենք խաղաղությունից, այդ խաղաղության վերջնարդյունքում այն բոլոր մեր քաղաքացիները, ովքեր գտնվում են Ադրբեջանում, պետքա հետ վերադառնան եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող ու մեծ առումով այո այդ խաղաղության օրակարգ ասածը, խաղաղության գործընթաց ասածը նաև դրա մասին է, չի կարող խաղաղություն լինել եւ մյուս կողմից լինեն այսպես գերիներ կամ պահվող անձինք եւ այո տրամաբանությունը ասում է, որ ինչ որ պահի նրանք նույնպես պետքա հետ վերադառնան իրենց տները։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, որովհետեւ խաղաղությունը պիտի լինի արդարացի, հիմնված արդարության սկզբունքների վրա։ Ցավոք սրտի մեր հարևան Իրանում տեղի ունենում իրողություններ, որոնք որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս։ Ուզում եմ երկու խոսքով ձեր կարծիքը արտահայտեք այդ իրողությունների վերաբերյալ, որից հետո արդեն կանցնենք ավելի շատ ներքաղաքական խնդիրների։ Ցանկացած երկրի, այդ թվում նաև բարեկամ երկրում տեղ ունեցող ուրեմն անկայունությունները բնականաբար նկատի ունեմ հարևան երկրներին, բնականաբար կարող է ազդել Հայաստանի Հանրապետության վրա։ Դուք գիտեք, որ մենք Իրանի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, գիտեք, որ Իրանի հետ ունենք նաև տնտեսական լուրջ հարաբերություններ, որոնք գնալով աճի տեմպեր էին ցույց տալիս, եւ նման իրավիճակները իհարկե քաղաքական, տնտեսական, նաև անվտանգային առումով որոշակի անորոշություններ են ստեղծում։ Իհարկե դա Իրանի ներքին խնդիրն է եւ իհարկե այնտեղ խնդիրներ կան բնականաբար, որի մասին խոսել է նաև Իրանի նախագահ, նշելով, որ այս իրադարձությունները, այո, հա, մոտավորապես նման հայտարարություն է եղել, օբյեկտիվ են, քանի որ կա օբյեկտիվ խնդիր կապված տնտեսության հետ, ես հույս ունեմ, որ այդ խնդիրները կհաղթարվեն Իրանում։ Այո, օբյեկտիվ խնդիրները չպետք է անտեսել, չէ, որովհետև կա լուրջ լիրայի անկում, իրանական այսպես դա ակնհայտ է, դրա համար եմ ասում, որ Իրանի նախագահը նույնպես այդ մասին խոսել է եւ ասել է, որ կա օբյեկտիվ դժգոհություններ եւ սա իհարկե Իրանի կառավարության խնդիրն է եւ կարծում ենք, որ խնդիրները կլուծվեն եւ մեր հարևան եւ բարեկամ երկրում կրկին ուրեմն կայունություն եւ զարգացում կլինի։ Այո, որովհետև Իրանը համաձայն եմ ձեզ հետ չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև դա սնուցող օղակ է, կարելի ասել, թթվածին է մեզ համար։ Դա համենայն դեպս այս պայդրությամբ հիմնականում, հա, ճիշտ է, մենք արդեն սկսել ենք Ադրբեջանից որոշակի ապրանքներ ստանալ, Ադրբեջանի տարածքով նաև, բայց այնուամենայնիվ այս պայդրությամբ Իրանը էլի մեր համար մնում է ստրատեգիական ուղղություն դեպի արտաքին աշխարհ դուրս գալու եւ տնտեսական հարաբերություններ ունենալու։ Ինչ է կարծում այս իրողությունները Հայաստան-Ադրբեջան
այս իրողությունները կարող են հանգեցնել, այ մենք խոսեցինք արդարացի խաղաղության հաստատման համար, որը կարծում եմ նաև ձեր երազանքն է, եւ այս ճանապարհին դեռ շատ ու շատ չհարթված խնդիրներ ունենք, այո, 4 ռազմագերիների վերադարձը դա դրական եմ համարում, դուք էլ դա դրական համարեցինք, բայց դրան պիտի հաջորդեն նորանոր իրողություններ, չէ՞, այսպես թե օբյեկտիվորեն նրանք այո համեցեք։ Ես ուզում եմ այս ամբողջ գործընթացը դիտարկել իր դինամիկայի մեջ, երբ 1-2 տարի առաջ սկսվեց այս գործընթացը եւ 25 թվականը այդ առումով եղավ բավականին վճռորոշ տարի, երբ որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեցին հայտնի փաստաթղթերը, խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը, Հայաստան, Միացյալ Նահանգներ այդ ռազմավարական համագործակցության ուրեմն փաստաթղթերը եւ որի շրջանակներում էլ ընդամենը 3 Հայաստանի արտգործնախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ուրեմն ստորագրեցին TRIP այդ նախագծի վերաբերյալ հայտարարությունը, որը ըստ էության ֆունդամենտալ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, որը շրջադարձային կետ է Հայաստանի Հանրապետության համար եւ նրա զարգացման հեռանկարների համար փաստացի Հայաստանը փակուղային տուպիկային պետությունից վերածվում է տարածաշրջանային լուրջ ուրեմն կապող օղակի եւ չչափազանցնենք ինչ որ պահի նաեւ հաբի կարող է վերածվել այո խաչմերուկի ինչպես ուրեմն նախագիծը ծրագիրը կա խաղաղության խաչմերուկի եւ այո Հայաստանի Հանրապետությունը առաջ է տարել խաղաղության խաչմերուկի գաղափարը խաղաղություն, որը պարտադիր է մեր հարևանների ու ընդհանրապես աշխարհի հետ նորմալ հարաբերվելու համար խաչմերուկ, որտեղով կանցնեն տարբեր երկրների ուրեմն ապրանքները, ծառայությունները եւ դրանից մենք միայն կշահենք, դրանից մենք միայն կօգտվենք եւ նյութապես, ֆինանսապես Հայաստանի Հանրապետությունը, նրա քաղաքացիները նաեւ քաղաքական աշխարհակաղակական առումով մեր կշիռը այս տարածաշրջանում կբարձրանա եւ մենք նույնպես կդառնանք իսկական ուրեմն քաղաքական ակտոր, գործող անձ, ոչ թե օբյեկտ, ինչպես եղել է դա որոշ ժամանակներ առաջ։ Եվ կարծում եք, որ սրանք կհետևեն նաև հետագա իրադարձությունները, այսինքն մեր ինքնիշխան տարածքների դեօկուպացիան, մյուս գերիների վերադարձը եւ նաև Ալիևյան այդ ռետորաբանությունը այլևս այդպեսին չի լինի, որ վերջը Հայաստանը չի անվանի Ադրբեջանի վարչակարգի ղեկավարը Արևմտյան Ադրբեջան կամ Սևանը չի անվանի Գյոչա եւ այլն եւ այլն։ Կարծում եք, որ մենք այդ ճանապարհին ենք արդեն։ Ես ոչ միայն կարծում եմ, ես համոզված եմ, որ վերջնարդյունքում հանգրվանը դա պետք է լինի, կրկնեմ, խաղաղությունը դա է ենթադրում, այսօր Ադրբեջանի նախագահը ճիշտ է որոշ ռետորաբանությամբ հանդերձ նաև ինքն է հայտարարում, որ մենք խաղաղության մեջ ենք, իսկ խաղաղությունը այո ենթադրում է, որ բոլոր կոմունիկացիաները պետքա բացվեն, պետքա հաստատվի նորմալ բարիդրացիական հարաբերություններ ու նաև փակվի այդ ռազմագերիների պահվող անձանց թեման եւ այո մեկս մյուսի նկատմամբ պետքա տարածքային թեկուզ քողարկված պահանջներ չունենան, քանի որ դրա մասին էլի փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ նաեւ հայտարարությունների մակարդակում է երբեմն դրա մասին խոսում։ Այո, երբ որ ես նշեցի դինամիկան, մենք տեսանք, թե մենք որտեղից եկանք եւ հիմա ինչպիսի հանգրվանում ենք եւ առաջիկայում համոզված եղեք, այս իրադարձությունները շատ ավելի բուրըն զարգացում կունենան, շատ ավելի, այսինքն խաղաղության ինստիտուցիոնալիզացիան շատ ավելի բուրըն կլինի եւ շատ ավելի գործնական կլինի։ Ուրեմն ամիսներ առաջ շատերը ուրեմն պնդում էին, որ կամ հայտարարում էին, որ սա ինչ որ թղթի կտոր է, փաստաթուղթ է կամ հիշենք երբ որ միջանցք է, չէ՞, պարզապես ոչ թե արտատարածքային միջանցք է, ավելի շատ երբ որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ստորագրում էր ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, ասում են այ երացող Բայդենի կառավարությունը ստորագրեց, Թրամփը գալու է եւ սա պրոստը ուղակի պատրի եւ դեննետի հետո եկավ Թրամփը մենք տեսանք որ ոչ միայն չպատրեց դեննետեց այդ փաստաթուղթը այլ ընդհակառակը իրենք զարգացրեցին այդ փաստաթուղթը եւ այսօր մենք շատ ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ենք այլևս հաստատել Միացյալ Նահանգների հետ, քան այդ ռազմավարական կոչվածը, քանի որ այսօր Միացյալ Նահանգները TRIP-ով
փաստացի բավականին լուրջ ներդրումներ է անելու Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ, կոմունիկացիաների մեջ, գիտության մեջ, IT ոլորտի մեջ, չգիտեմ, տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ Միացյալ Նահանգները արդեն իսկ թույլատրել է, որպեսզի Հայաստան գան շատ կարևոր ուրեմն կիսահաղորդիչներ, որոնց հիման վրա Հայաստանում կստեղծվի, կկառուցվի արհեստական բանականության այդ կենտրոնը ու այսպես շարունակ, այսինքն այո, այդ որ նշում եք մարդիկ հայտարարում են, որ սա Միջանսկ է եւ այլն, այսինքն այդ ամենը հերկվում է, հա, այդ ամենը ժամանակի ընթացքում հերկվում է, այս հայտարարությունը, հա, ստորագրված, դրա դետալները երբ որ մենք նայում ենք, ինչ է ասում, որ ըստ էության սա նաև բիզնես պրոյեկտ է, որտեղ 74% Միացյալ Նահանգները ունի փայաբաժին, Հայաստանը 26% եւ այս ամբողջ պրոյեկտը իրականացվում է Հայաստանի ինքնիշխանության, օրենսդրության, իրավակարգի շրջանակներում, ավելին նույնիսկ այդ սահմանային կետերում, ակսակետերում, անցակետերում լինելու են Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները, այսինքն այդ ուրեմն խոսակցությունները այլևս փակված են։ Այսինքն գտնում եք, որ ընդհանրապես մեր այդ սահմանապահների պահը, որ հիշատակեցիք, որևէ մեր ինքնիշխանությանը, մեր անկախությանը սպառնացող որևէ վտանգ չկա։ Իհարկե ոչ միայն որևէ վտանգ չկա, այլ Միացյալ Նահանգների ներգրավմամբ Հայաստանում մեր ինքնիշխանության ու անկախության, մեր կշիռը այս տարածաշրջանում բարձրանալու է եւ դա նաեւ ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, բացի տնտեսական ձեռքբերումները։ Այն նաև հակառակողմից ասում են եւ ընդհանրապես Թրամփի մասին չէ, ոչ միանշանակ կարծիքներ կան, դրա մասին երևի մենք էլ ենք ձեզ հետ խոսել այս տաղավարում, որ Թրամփը անկանխատեսելի է, վերջին նրա գործողությունները Գրենլանդիայի հետ կապված կամ չգիտեմ Կանադայի հետ կապված եւ այլն եւ այլն։ Դուք հավատում եք, որ Թրամփը հավասարակշռված, այսպես ասեմ, գոնե մեր տարածաշրջանում մեր խնդիրների շուրջ հավասարակշռված մոտեցում հանդես կբերի եւ ինչպես դուք ասեցիք, այո, Էդգար, ինչպես դուք ասեցիք, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ ասենք դուք եք այստեղ ներկայացնում։ Ես ուզում եի հենց մեր խնդիրների օրինակով բերեի, այսինքն Թրամփը Գրենլանդիայի կամ չգիտեմ Կանադայի հետ ինչ հայտարարություններ անում է, դա իրենց խնդիրն է։ Ես ուզում եմ մեր տարածաշրջանի հետ կապված, ինչպես նաև Ուկրաինայի, բայց երբ որ մենք տեսնում ենք Թրամփի հայտարարությունները եւ գործնական քայլերը, մենք տեսնում ենք բավականին ուրեմն մշակված քաղաքականություն, այսինքն ինչ որ աբսուրդ հայտարարությունների համատեքստում չեն այդ գործողությունները, մենք տեսնում ենք նույն Հայաստանի օրինակով ստորագրվեց ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, հետո Թրամփի կառավար ադմինիստրացիան եկավ շարունակեց, հետո տեղի ունեցան բանակցություններ Միացյալ Նահանգներ, Հայաստան, Ադրբեջան այդ ֆորմատով, հետո օգոստոսի 8-ը հաջորդեց դրան, օգոստոսի 8-ից հետո հիմա TRIP-ի այդ բանի հայտարարության ստորագրումն է, այսինքն մենք տեսնում ենք, որ կա հստակ քաղաքական գիծ, ոչ թե ամորֆ կամ անորոշ ինչ որ գործողությունները եւ նույնը ես կարծում եմ նաեւ իհարկե Թրամփը ունի իր առանձնահատկությունները, էմոցիոնալ մարդ է եւ այլն, բայց հստակ է Թրամփի քաղաքական գիծը արտաքին քաղաքականության ուղղությամբ եւ իմ պատկերացմամբ իր հիմնական արտաքին քաղաքական ուղղություններից մեկը դա Չինաստանին զսպելու քաղաքականությունն է, որը ինքը անում է իր ձևով, իր մեթոդներով։ Այո, Չինաստանի հետ կապված համաձայն եմ, որ նախորդ վարչակարգը, չէ, դեմոկրատների վարչակարգը Բայդենի այլ դիրքորոշում ուներ, մենք տեսանք Պանամայի խնդիրը ինքը ինչպես, այո, Պանամայի խնդիրը ինքը ինչպես լուծեց ու ինչն էր պատճառը, գիտենք, որ այնտեղ էր Չինաստանը, հիմա Վենեսուելայի հարցը մենք տեսանք, հիմա Թրամփը ուզում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակի բարելավել, նաև այդ համատեքստում, այդ ենթատեքստը ունի նաև հարաբերություններ ուրեմն բարելավումը Ռուսաստանի հետ, քանի որ ակնհայտ է, որ Թրամփը չի ուզում, որպեսզի Ռուսաստանը դառնա Չինաստանի վասալը, քանի որ դա խնդիր է ոչ միայն Ռուսաստանի համար, այլ նաև գլոբալ արևմուտքի կամ աշխարհի համար, քանի որ եթե Ռուսաստանը դառնում է Չինաստանի կցորդը, հա, բոլոր առումներով, ապա դա սպառնալիք է նաև եւ Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին, այսպես շարունակ, այսինքն մենք տեսնում ենք ուրեմն Թրամփի հստակ քաղաքական գիծը եւ այստեղ պետք է շատ ուշադրություն չդարձնենք այդ հայտարարություններին, հաշվի առնելով Թրամփի որոշակի էմոցիոնալ առանձնահատկությունները, իսկ մնացած առումով նշեցի ինքը ունի հստակ քաղաքական գիծ եւ այդ քաղաքական գիծը բավականին հաջող իրականացնում։
Ներքաղաքական իրադարձությունների մասին էլ մի քիչ խոսենք, Էդգար, ասենք այս ամենով հանդերձ դուք համարում եք, որ մեր ներքաղաքական դաշտը այսօր պատրաստ է դիմագրավելու արտաքին բոլոր մարտահրավերներին, բոլոր վտանգներին եւ ընդհանրապես բոլոր մարտահրավերներին։ Ինչ օրինակ նկատի ունե։ Օրինակ, ասենք Սոլովյովի հայտարարությունը արտաքին վտանգ է մեր համար, թե չէ։ Ես համարում եմ, որ արտաքին վտանգ է եւ երբ որ ասում ենք ներքաղաքական դաշտ, մենք հասկանանք այդ դաշտով կա քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, իշխող կուսակցություն իր առաջնորդով, վարչապետով եւ կա մնացած այսպես կոչված ընդդիմությունը եւ վերջերս այդ անձը հայտարարություն արեց, հիմա մենք հասկանանք, ես համարում եմ դա սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հիմա հասկանանք թե սպառնալիքին ինչպես արձագանքեցին այլ տվյալ քաղաքական դաշտի այդ հատվածը, իշխանական հատվածը մենք տեսանք նաեւ արտգործնախարարության արձագանքը, կանչվեց դեսպանը, շատ падգամավորներ, պաշտոնյաներ արձագանքեցին, հստակ դատապարտեցին նման հայտարարությունը Հայաստանի հասցեն։ Այսինքն այդ առումով մենք հասկացանք, որ իշխանական թևը իր adekvat ուրեմն վարքագիծը ունի նման սպառնալիքների եւ ոչ միայն նման։ Հիմա հասկանանք ընդդիմադիր դաշտում ինչ արեցին։ Ընդդիմադիր դաշտում էլի հերթական անգամ փորձեցին արդարացնել Սոլովյովին, ուրեմն փորձել ինչ որ ձևորով ներկայացնել, որ դա ինչ որ ավելի օգուտ էր ներկայիս իշխանություններին, այդ բանը փորձում են ուրեմն ասել այդ բավոր դուք այդքան հզոր եք, ինչի Թուրքիային ու Ադրբեջանին չեք պատասխանում նման տոնով, ու այստեղ էլ իրանք մեծ ուրեմն ծուղակի մեջ են ընկնում, փաստացի իրենք Թուրքիային, Ադրբեջանին ու Ռուսաստանին նույն հարթության մեջ են դիտարկում, այսինքն մենք գիտենք, որ այսօր առնվազն Թուրքիան, Ադրբեջանը մեր համար համենայն դեպս բարեկամ երկրներ չեն, իսկ մենք Ռուսաստանը համարում ենք չէ բարեկամ երկիր եւ փաստացի Ռուսաստանից եկող այդ հայտարարությունները համեմատության մեջ են դրվում Թուրքիայից ու Ադրբեջանից եկող հայտարարության մեջ։ Ահա, երբ որ դիտարկում ենք այս ամենը, հասկանում ենք, որ այդ քաղաքական դաշտի այդ հատվածը առնվազն adekvat չի Հայաստանին ներկայիս սպառնացող ուրեմն մարտահրավերներին անվտանգային առումով, ավելին ասեմ, այդ շրջանակները շատ դեպքերում հենց իրենք են բերում այդ խոսույթը կամ սպառնալիքները հայաստանյան քաղաքական դաշտ կամ տեղեկատվական դաշտ եւ դրանով մեր հանրության մոտ փորձում են ինչ որ ուրեմն դիրքորոշումներ ձևավորել իշխանության նկատմամբ, պետության նկատմամբ, այս առումով այո ես կարող եմ միանշանակ ասել, որ մեր քաղաքական դաշտի առնվազն այդ հատվածը adekvat չէ այսօրվա տեղի ունեցող իրադարձություններին, սպառնալիքների դիմակայման առումով ու մեծ առումով ես կարծում եմ որ իրենք adekvat չեն նաև ներկայումս ընթացող իրադարձություններին, աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, քանի որ իրենք այն որ ասում է արջը 7 երկ գիտի 7-ն էլ մեղրի մասին, հիմա իրենք 7 երկ գիտեն 7-ն էլ իշխանություն հեռացի կամ Նիկոլ հեռացի այդ խոսույթի շրջանակներում են, որը այլևս չնայած այն ժամանակ էլ ոչ մի ազդեցություն չի ունեցել հանրության վրա, քանի որ մենք տեսել ենք 21 թվականի ընտրությունը եւ հիմա էլ այդ ազդեցությունը չի ունենա, բայց իրենց համար ցավալիորեն, մեր համար բարեբախտորեն իրենք այդ շրջանակներից դուրս չեն գալիս ու դրա արդյունքը մենք կտեսնենք առաջիկա 26 թվականի ընտրություններին։ Կարծում եք, որ Թրամփը, այսպես ասած, երկու տեսակետներ կան, որ մի տեսակետը պնդում է, ինչպես ասենք, նաև դուք եք լավատեսորեն տրամադրված, որ Թրիպի հետ կապված, որ Թրամփը բոլոր դեպքերում եւ ամերիկյան վարչակարգը իր խոստման տերը կլինի, այսինքն այն ինչը որ նախատեսված է Թրիպով, այդ դուք ինչպես ասացիք բիզնես նախագիծ, այո դա այսպես ասած իրենք համարում են եւ մեր իշխանություններն են համարում դա բիզնես նախագիծ եւ դա ճանապարհների տրամադրում ընդհանրապես կոմունիկացիա, ոչ թե արտատարածքային միջանցք, կարծում եք որ այս տարվանից սկսած գոնե այդ ընթացքը արդեն կգնա այդ լրիվ իրական ճանապարհով։ Եթե լսել եք մեր արտգործնախարարի ուրեմն հարցազրույցը ասուլիսը, ապա արտգործնախարարը նույնպես ասեց, որ հույս ունեն, որ
այս տարի ամառվա վերջից աշնան-սկզբից արդեն կսկսվեն արդեն գործնական շինարարական աշխատանքներ այդ պրոյեկտների հետ կապված, քանի որ բոլորս հասկանում ենք, որ սա, այսպես ասենք, մեգա նախագիծ է եւ նման կարճ ժամանակահատվածում նույնիսկ ցեք օգոստոսի 8-ից մինչեւ հիմա, այսինքն ընդամենը մի քանի ամիս է անցել, այս ընթացքում նման փաստաթուղթ մշակել, հետո դրանից հետո ավելի դետալիզացնել, բերել ուրեմն արդեն այդ կանոնադրության մակարդակի ստորագրել, ստեղծել այդ կազմակերպությունը եւ մնացածը դա բնականաբար բավականին աշխատատար եւ ծանր աշխատանք է եւ արտգործ նախարարն էլ նշեց, որ աշխատանքների այս տեմպը իրենց թույլ է տալիս ենթադրելու, որ ամառվա վերջից աշնան-սկզբից արդեն կսկսեն գործնական շինարարական աշխատանքներ տարբեր ուղղություններով։ Էդգար, շնորհակալություն։ Ցանկանանք, որ ձեզ հետ միասին, որ իրականում այս նոր տարում մենք շատ դրական եւ լավատեսական լուրեր ստանանք եւ այդ լուրերը ոչ միայն լինեն պարզապես լուրեր, այլ լինեն իրական իրադարձություններ եւ մեր բոլորիս աչքի լույս Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը գնա իրական զարգացման եւ իրական առաջընթացի ճանապարհով։ Այո, ես համոզված եմ, որ այդ իրական զարգացումը, իրական առաջընթացը եւ իրական Հայաստանը լինելու է, քանի որ իսկապես մեր երկրին ու ժողովրդին պետքա խաղաղության կայուն ժամանակահատված, իսկ այդ ժամանակահատվածներում մեր ազգը պատմականորեն ցույց է տվել, որ ինքը ունակ է հաղթահարել նույնիսկ անհաղթահարելին եւ ես համոզված եմ, որ այդ խաղաղության միջավայրում մենք կկերտենք իսկապես նոր Հայաստան։ Շնորհակալություն մեր հին Վանթոքյան ավանդույթի համաձայն, երբ որ սկսում էինք եթերը ընկերոջս հետ, այսպես ձերքսեղմումով էինք սկսում եւ ձերքսեղմումով ավարտել, այդպես ձերքսեղմումով այսօրվա եթերը ավարտենք, ցանկանանք մեզ նորանոր եթերներ, նաեւ ձեզ տեսնելու կրկին անգամ միառժամանակ դարձյալ մեր տաղավարում եւ կրկին ու կրկին շնորհավորենք բոլորիս նոր տարի։ Շնորհավորում եմ խաղաղ եւ երջանիկ տարելին։ Շնորհակալություն։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ, մեր տաղավարում էր քաղաքագետ Էդգար Արաքելյանը, սիրելի բարեկամներ, սեղմեք զանգակ կոճակը, բաժանորդագրվեք մեր One Talk YouTube-յան ալիքին, այսօր այսքանը կհանդիպենք։